Ազգային ժողովի Հայաստան խմբակցությունը մշտապես կողմնակից է եղել Նիկոլ Փաշինյանին հեռացնելու որևէ տարբերակի կիրառմանը եւ առաջինն է հայտարարել իմպիչմենթի իրավական գործիքը կիրառելու տարբերակի մասին։ Ահա այս պնդումներով այսօր հայտարարություն է տարածել Ազգային ժողովի Հայաստան խմբակցությունը։ Հայտարարության մեջ սակայն այս պնդումներից հետո խմբակցությունը նաև նշել է ընդդիմությանն ուղղված մի քանի պայմաններ։ Հայաստան խմբակցությունը միաձայնությամբ վերահաստատում է իր պատրաստակամությունը տրամադրելու մեր բոլոր 28 падգամավորների ստորագրությունները իմպիչմենթի գործընթացի մեկնարկի համար, եթե նման գործընթաց նախաձեռնողները կարողանան ապահովել պակասող 8 падգամավորի ստորագրությունը, ինչպես նաև հրապարակավ կհայտարարեն իմպիչմենթի հաջողության հասնելու համար անհրաժեշտ ժողովրդական զանգված ապահովելու իրենց կարողության եւ պատասխանատվության մասին, նշված է հայտարարության մեջ։ Միևնույն ժամանակ հայտարարության մեջ նշվում է, որ անընդունելի են համարում իրենց հետ շանտաժի լեզվով խոսելու փորձերը։ Իմպիչմենթի գործընթացը համանախաձեռնած հանրային քաղաքական գործիչ Նարեկ Մալյանն Հայաստան խմբակցության գործելավոճը ծաղր է համարել։ Կրելու ենք կարգախոսով ընտրողների քվեն ստացած, բայց այդպես էլ երբեք ոչ մի անգամ չկրած Հայաստան դաշինքը տարածել է հայտարարություն, ըստ որի Նիկոլին հեռացնելու միակ տարբերակին իմպիչմենթին 4 տարվա ընթացքում այդպես էլ պատրաստ չի։ 4 տարվա ընթացքում դաշինքն այդպես էլ չունեցավ Նիկոլին փոխարինող թեկնածու, նշել է Նարեկ Մալյանը։ Ըստ նրա, ընդդիմադիրները փորձում են իրենց քվեն թանկով ծախել, առաջ քաշելով ինչ-որ պայմաններ։ Նախ փողոց գեներացրեք, հետո մեզ կտրեք մեր կարևոր գործերից թեզը Մալյանը ծիծաղելի է համարել, որովհետև իմպիչմենթի խոստումով առնվազն 3 անգամ ծանրակշիռ փողոց է գեներացվել ու տապալվել, բայց իմպիչմենթ այդպես էլ չի նախաձեռնվել։ Այս հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան ծաղր ընտրողին, ծաղր ընդդիմությանը, մինչև այժմ հավատացած ցուցարարին, ծաղր ցույցերի ժամանակ ծեծվող միամիտ մարդկանց, ծաղր ձերբակալվողներին։ Այսպես է ծաղրում Ազգային ժողովի падգամավորների մի ամբողջ խմբակցություն իրենց հավատացողներին, իրենց հետ հույսեր կապողներին, սա կանխատեսելի էր, հետևաբար սրա հակաքայլերը ևս մտածված էին մեր կողմից, գրել էր Նարեկ Մալյանը։